Այնում տոն է փրկարարի մասնագիտական օրը, պատվավոր հյուրերը շատ, վարչապետ, նախարարներ եւ այլ պաշտոնյաներ, նախ շնորհավորական ուղերձ երկրի ղեկավարից։ Շնորհավորելով արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա արդիվ, մաղթում եմ, որ նույն մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, մարդկային որակներով եւ արժանապատվությամբ շարունակեք իրականացնել բնակչության ու տարածքների պաշտպանության ձեր առաքելությունը։ Մաղթում եմ ձեզ անփորձանք աշխատանք, ձեր ընտանիքներին բարություն եւ երջանկություն։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան։ Փրկարարի գործը բարձր է գնահատում նաև վարչապետը, ավելին խոստանում ոլորտը պահել ուշադրության կենտրոնում։ Կառավարությունը այսուհետ եւս ուշադրության կենտրոնում է պահելու ոլորտի հետագա զարգացման եւ կատարելագործման խնդիրները, հետեւական քայլեր իրականացնելով արտակարգ իրավիճակների աշխատողների սոցիալական պաշտպանվածության եւ աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ։ Ելույթի հերթը նախարարինն է Արմեն Երիցյանը թվարկում է իր եւ թիմի ձեռքբերումները, կայացրել են 911 ծառայությունը 0-ից, ստեղծել են ճգնաժամային կառավարման կենտրոններ, նաեւ մարզերում, շուտով կբացեն Գեղարքունիքում, Սյունիքում եւ Արցախում։ Ընդամենը 23 տարեկան կառույցում կարողացել են ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխանող փրկարարական խմբեր, արդիականացվում են հիդրոմետ սեյսմիկ ծառայությունները։ Կան թերություններ, բացթողումներ, սխալներ, այդ մասին ես տոնի կապակցությամբ չեմ ուզում խոսել, բայց ուզում եմ ասել, որ ես հպարտ եմ, որ ունեմ ձեր նման թիմ, հզոր, ամենակարող եւ պրոֆեսիոնալ։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները պարգևներ են ստանում նախագահից, վարչապետից, նախարարներից, մեդալներն ու շնորհակալագրերը շատ են։ Ոստիկանապետն էլ պարգևատրում է Արմեն Երիցյանին, նախկինում ոստիկանությունում գերազանց աշխատանքի համար։ Տոնական օրվա շարունակությունը նախարարության բակում է լինելու, բացօթյա համերգ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր 20:00-ից բաց դռների ժամ է։ Սպարտակ Գրիշյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։